Ես շատ կարճ գազագողության դեպքին մենք հրապարակում ունեցավ ժողովուրդ օրաթերթը, որ դուք եք ընթացք տվեցի գազագողության դեպքին, բայց փաստացի գազագողության բանդիտները փախան երկրից։ Դուք ձեր օրինակ մյուս գոլեգաներին, քննչական կոմիտեին, որևէ մեկին կանչեցիք բացատրություն տան, թե ինչպես ստացվեց, որ դուք դեպքին ընթաց տվեցիք, բայց գազագողության բանդիտները փախան երկրից։ Տեսեք կոնկրետ դեպքով եւ առհասարակ մշտապես քննարկումներ իրավապահ համակարգի բոլոր ներկայացուցիչների միջև տեղի ունենում եւ կարծում եմ ըստ հետեւությունների այս դրվագին եւս անդրադարձ կլինի քննչական կոմիտեի կողմից։ Շնորհակալություն դեր անդրադարձի համար։ Անդրադառնանք ոստիկանության կողմից արցախցի երիտասարդի նկատմամբ նման վերաբերմունքը ինչպես կարող եք մեկնաբանել ընդհանրապես։ Ես արդեն հարցին բավական հանգամանալից անդրադարձա, կարծում եմ ըստ այդմ նոր հարցադրումների տեղիք չտվեցի։ Բայց ձեր անդրադարձը կարծես ավելի շատ հերքում էր դեպքը, որտեղ կասկածի տակ եք դնում խոշտանգման փաստը։ Ինչու պետք է մարդը ուզենար սուտ մատնություն անել, հա, արցախցի երիտասարդ սոցիալական շատ հարցեր ունի լուծելու, պետք է ոստիկանների նկատմամբ սուտ մատնություն աներ։ Դուք կարծում եմ ամբողջ ընթացքին եղել եք։ Երբ որ ես արձագանքեցի այս հարցին եւ իմ խոսքում չկար որևէ հերքում կամ հաստատում։ Ես նշեցի, որ ցանկացած հանցագործություն պիտի ենթարկվի օբյեկտիվ քննության հանցագործության մասին ահազանգ եւ կոնկրետ արձագանք լինի, կհաստատվի կամ կհերքվի տվյալ վարույթի շրջանակներում, դրանից հետո կանադառնանք կոնկրետ գնահատականներին։ Եվ իհարկե հասկանում եմ խոշտանգման առումով հարցի ավելի մտահոգիչ լինելը, ավելի զգայուն լինելը, բայց պատկերացրեք օրինակ, որ ձեզ մեղադրում են պայմանականորեն որևէ անձի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ եւ միանգամից առանց քննության ֆիքսում ենք, որ դուք եք մեղավորը։ Դուք կհանդուրժեիք նմանատիպ process։ Որ ենք մեղավոր են, բայց առաջի դեպքը չի, հա, Սամվել Վարդանյանի դեպքն էլ կա, նախկինում բազում ահազանգեր են եղել ոստիկանության կողմից խոշտանգումների։ Չի կարող այդ բոլորը լինել սուտ մատնություն կամ կեղծ ինֆորմացիա։ Քննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները եւ ես չեմ հավակնում մտածելու, որ բոլորը սուտ է կամ բոլորը կեղծ է, որովհետեւ այս պահին նման պնդում անել որևէ մեկը իրավասություն չունի։ Տիկին Սարգսյան, դուք նշում եք, որ փորձաքննությամբ չեն հաստատվել, հա, եթե չեմ սխալվում, նիստում այդպես ասեցիք, բայց փաստաբանն ասում է, որ նախ փորձաքննություն իրականացվել է դեպքից մի քանի օր հետո եւ բացի այդ էլ հիվանդանոցում արդեն իսկ տղայի վրա արձանագրվել են այդ մարմնական վնասվածքները, մասնավորապես վնասվածքներ ականջի հատվածում, սալջարդեր, դուք ինչու եք հակված հավատալ 4 օր հետո արված փորձաքննության, այլ ոչ թե դեպքից անմիջապես հետո հիվանդանոցի տված եզրակացությանը։ Ես ոչ մի բանի հակված չեմ հավատալու, որովհետև իմ խոսքում էլ նշեցի, որ սրանք հարցեր են, որոնք անաչառ դիտորդի մոտ պիտի առաջանան։ Եթե անաչառ դիտորդը ցանկություն ունի օբյեկտիվ պատկերը հասկանալու։ Հիմա, եթե կար արձագանք, որ 10 րոպեն մեկ, ինտենսիվ ծեծ եւ այլն, անաչառ դիտորդի մոտ պիտի տպավորություն ստեղծի, որ պիտի լինեն այլ արձանագրումներ, թե հիվանդանոցում, թե դատաբժշկի կողմից։ Իմ նշած հանգամանքը միայն այն է, որ ես որպես այս պահին արդեն իսկ անաչառ դիտորդ քրեական բարույթի աչքերով, իհարկե որպես անաչառ դիտորդ, այլ որ ծառայողական քննության, այս պայծրությամբ այդ հարցերը առնվազն քննարկման առարկա եմ դարձնում ինքս ինձ համար, որպեսզի հասկանամ, թե հետագայում արդեն քննության արդյունքներով ինչպիսի ընթացք պիտի լինի։ Կարծում եմ, որ նույն այդ հանգամանքները, նույն այդ հարցադրումները վստահ պաշտպանական կողմը կդարձնի քննարկման առարկա կոնկրետ վարույթի շրջանակներում։ Կարիք կլինի կրկնակի փորձաքննություն կնշանակվի։ Ես չեմ ուզում ինչ-որ մի ձև այս պահին տանեմ նրան, որ բոլոր հնարավոր գործիքակազմերը ներկայացնեմ քրեական վարույթի, որովհետև վստահաբար վարույթում ներգրաված բոլոր անձինք տեղյակ են թե իրենց իրավունքներից, թե պարտականություններից, կարող են անել համապատասխան միջնորդություններ, որոնք որ պիտի ելքը կանխորոշեն։ Քննչական կոմիտեն պիտի նաև հարցաքննի ոստիկաններին, կրկին տուժողին, կարիք լինի առերեսման իրականացնելու, մնացյալ բոլոր դատավարական գործողություններ, այսինքն առանց այդ դատավարական գործողությունների գնահատական տալը գործընկերներ ջան, չի ստացվի ուղղակի։ Դա լինում է միակողմանի, այսինքն եթե ես հակված եմ մտածելու, որ կա խոշտանգում, ավտոմատ կերպով ես այդ ուղղությամբ եմ մտածելու եւ իմ բոլոր մտքերը այդ ուղղությամբ պիտի դասավորեմ։ Բայց ես ներքին գործերի նախարարն եմ եւ կարիք ունեմ օբյեկտիվորեն իրավիճակը հասկանալու, որը մի կողմից կպաշտպանի մեր քաղաքացուն, ով որ
ցանկացած process-ի շրջանակներում կարող է ոստիկանի ոչ իրավաչափ ներգործության ենթարկվել եւ դրա համար ենթարկվի պատասխանատվության, մյուս կողմից, եթե չկա այդպիսի ներգործություն, բայց կա կեղծ մեղադրանք, պաշտպանելու այն ոստիկանության ծառայողին, որը որ չի կատարել որևէ ներգործություն։ Բայց նորից եմ շեշտում, ես այս պահեդրությամբ այդ դեպքի մասով որևէ գնահատական տալ չեմ կարող, բարձրացրեցի ընդամենը հարցադրումներ, համարեք բարձրաձայն մտածել եմ, որովհետև ինձ մոտ այդ հարցադրումները առաջացել էին։ Մնացյալը քննությունը պիտի տա։ Չի տալիս եւ այդ ճարտարարների խումբը մշտապես մնում են, հա, ներքին գործերի նախարարությունում, ոստիկանությունում։ Խնդիրը սա է, հա, մենք չենք ընդհանրացնում, հա, որ ամբողջ համակարգը այդպեսին է, բայց թեկուզ մի քանիսի ներկայությունը ձեզ համար մտահոգիչ չի, որ ընդհանուր, ինչպես դուք եք ասել, հա, այսօր 75%-ը վստահում է, իհարկե այդ թիվը չգիտեմ որտեղից եք վերցրել, բայց այնուամենայնիվ կա մի խումբ, որը ըստ էության իրականացնում է ճարտարարություն։ Ալավերդիում Պարեկը քաղաքացու մոտ զենք փնտրելու համար ասում է տաբատդ իջեցրա, տանում են բաժին ծեծում են։ Ես գիտեմ, որ ներքին անվտանգության ծառայությունում այդ մասով քննություն կա։ Այդ գործով ինչ բացահայտվեց Տիկին Սարգսյան։ Հիմա ինչ որ նկարագրեցիք, դրանք բոլորը կարծիքներ են դեպքերի մասով, որովհետև կարող են ես կարող եմ ահազանգել, որ ես խոշտանգվել եմ կամ իմ նկատմամբ հարձակում է եղել։ Քննությունը պիտի տա այդ բոլոր հարցերի պատասխանները։ Եթե մենք որակումներ ենք տալիս տարբեր ծառայողների մասով, դա մեր կարծիքն է ընդամենը, որովհետև եթե բարույթի կասկածում եք փաստաբանի հայտարարությանը, ես որևէ մեկի հայտարարությանը չեմ կասկածում, որովհետև ես գիտեմ, որ մեր երկրում կա քրեական դատավարության օրենսգիրք, որը այդ բոլոր հարցերը կարգավորում է։ Եթե մենք կանչել եք օրինակ երկու ոստիկանին, որոնք նույնականացվել են ձեր աշխատասենյակ, օրինակ ինքներ այդ ներքին զրույց ունեցել եք, հարցրել եք, դա այդպես է, թե այդպես չի եղել, փաստաբանի նույնականացված տվյալները արդյոք ճիշտ են, թե ճիշտ չեն։ Գիտեք, չէ, որ ապօրինի բան եք ասում։ Ինչի՞։ Ծառայողական քննության իրականացնող կոնկրետ ստորաբաժանում կա եւ իմ կողմից ցանկացած նմանատիպ զրույթ ոչ ծառայողական քննության շրջանակներում, դա ուղղակի ոչ իրավաչափ process-ի մասին է խոսում։ Իմ խնդրանքը, հորդորը, թեկուզեք պահանջը այն է, որ դուք եւս չտրվեք տարբեր սադրանքների եւ մի պահ հետ կանգնելով այս ամբողջ ինֆորմացիայից փորձեք ընդհանուր առմամբ հայաց գցել ընդհանուր process-ին եւ հասկանալ ինչ է տեղի ունենում։ Մենք նման ոստիկանների, օրինակ ակցիաների ժամանակ ովքեր ոչ իհարկե ոչ բոլորի մասին է խոսքը շեշտում եմ, որտեղ համակարգում կան եւ լավագույնները, բայց կան ոստիկաններ, որոնք իրենց ոչ կոռեկտ են, հա, մեղմ ասած, բաղում այդ թվում եւ լրագրողների նկատմամբ բարձրաձայնվում է, ասվում է, որ ծառայողական քննություն, բայց չեն պատժվում։ Խնդիրը այստեղ է, որ կա անպատժելիություն, որովհետեւ այդ մարդիկ անպատժել են եւ պետք են համակարգին։ Ես եղաբլուրում ծնողների հետ, ծառայողների գործընկերներ, մինչ օրս որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ Գործընկերներ, հարգելի լրագրողներ, կոնկրետ բոլոր դեպքերով կա ընթացք։ Մի դեպքում ծառայողական քննության տիրույթում է հարցը, մի դեպքում քրեական բարույթի նախաքննության փուլում, մի դեպքում դատական քննության փուլում։ Դուք ակնկալում եք, որ ես մի դեպքում քննիչի, մի դեպքում դատավորի փոխարեն անեմ եզրահանգումներ, երբ որ ես նման իրավասություն չունեմ, հետևաբար նախաքննական մարմինը կշարունակի օբյեկտիվ քննությունը կոնկրետ բոլոր գործերով եւ պատեհ պահի կհանրայնացի համապատասխան ինֆորմացիա։ Ժողովուրդ հերթով երկու ոստիկան է բարձվել ովքեր մնացածը անհայտ է, դժվար է այդ օրերի ընթացքում բարձրացնել։ Ճիշտն ասած, ես այդ հարցադրմանը չուզեցի անդրադառնալ իմ խոսքում, բայց տարբեր ամեն դեպքում խոսույթներում կա երկու ոստիկանի մասով ինֆորմացիա, մի դեպքում 6 ոստիկանի, մյուս դեպքում 8 ոստիկանի, հիմա ես էլ չգիտեմ քանի ոստիկանի։ Երկուսը նույնականացված են, 6-ից երկուսը նույնականացված եւ հաստաբանն ասում է ինքն է այդ նույնականացման գործընթացը իրենք են արել։ Այս պահի կա ծառայողական քննություն, կա զուգահեռ քրեական վարույթ, քրեական վարույթի ծառայողական քննությամբ քննարկվում է դեպքը։
քրեական վարույթի շրջանակներում կա դատավարական գործիքակազմ անձի լիազորությունները ժամանակավոր դադարեցնելու մասով, բայց դրա համար եւս պետք են համապատասխան հիմքեր։ Հիմա որ ասեք, օրինակ, այսօր դադարեցրեք լիազորությունները կամ վաղը դադարեցրեք կամ երեք պիտի դադարեցրած լինեք, դրանց համար հիմքեր են պետք։ Սիրելի լրագրողներ, Այսինքն միջև այն է, բարձր որ թե քանի ոստիկանները ոստիկան է չունեն բարձրագույն կրթություն եւ բավարար կրթված չեն եւ նման կերպ են իրենց զբաղվում։ Սա ձեզ մտահոգելու եւ քննարկելու հետագա համար չի տալիս, որտեղ օրինակ նույն բարեկների դեպքում կրթությունը ունենալը պարտադիր պահանջ չէ, մինչդեռ կրթությունը հատկապես հիմա նորաձև է։ կրթությունը պարտադիր է բարեկային ծառայողների դեպքում միջնակարգ կրթության տեսքով եւ համաշխարհային պրակտիկայում շատ տրամաբանական է արտաքին ծառայության շրջանակներում անձից չպահանջել բարձրագույն կրթություն, այսինքն նորմալ է, որ մենք բարեկների համար կարող ենք նախատեսված լինել միջնակարգ կրթություն եւ խնդրում եմ այդ գնահատականներով նաեւ չվիրավորել հանրապետությունում միջնակարգ կրթություն ստացած անձանց վարչական իրավախախտումների մասով Ինչ վերաբերում է կրթության ոլորտի փոփոխություններին, այո, խնդրահարույց ոլորտ է, ես առաջին ինչու նշեցի ներքին գործերի նախարարության կրթահամալիրի ձևավորումը, որովհետև կարիք կա վերանայելու ծառայողների պատրաստման process-ը ամեն տարի շարունակելու նրանց կրթությունը, որովհետև մենք հատկապես ատեստավորման ժամանակ նկատում ենք, որ ունենք ծառայող, որը տարիներ շարունակ որևէ վերապատրաստման չի մասնակցել, որքան էլ ազնիվ ծառայող լինի, որքան էլ պրոֆեսիոնալ ծառայող լինի, ամեն դեպքում ժամանակակից աշխարհում, եթե խոսում ենք ոստիկանական աշխատանքի մասին, ամեն տարի պետք է թարմացվեն գիտելիքներն ու հմտությունները։ Սա պակաս է, որը որ պիտի լրացվի, բացը պիտի լրացվի եւ ՆԳՆ կրթահամալիրի ձևավորման աշխատանքները շատ ինտենսիվ ենք իրականացնում, որպեսզի կարողանանք օր առաջ այդ կրթական process-ները ադապտացնել այս իրավիճակին։ Պարեկների դեպքում 6 ամսյա նախկինում արդեն հնգամսյա բազային կուրսի տրամաբանության մեջ, այո, մենք գնահատել ենք, որ կարիք կա վերանայելու նաև այդ կուրսը, մի քանի անգամ փոփոխել են կրթական ծրագիրը, պետական կրթական չափորոշիչը եւս փոփոխվել է, եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն իսկ նոր սխեմայի ենք անցնում, շուտով բարեկային ծառայողների պատրաստման ժամանակահատվածը ավելի կընդլայնվի, ավելի շատ ամսական ժամանակահատված կհատկացվի բազային կրթությանը, որը որ թույլ կտա այն բոլոր խնդիրները, որոնք թե դուք, թե մենք համատեղ արձանագրել ենք, դրանք արդեն հասցեագրվեն կոնկրետ կրթական process-ի շրջանում։